Պատգամից վերնագիր այսպիսին է. մեղքին ասա մեղք։ Նորից եմ ասում, պատգամս այսպիսին է, մեղքին ասա մեղք։ Գիտեք, մենք շատ անգամներ, շատերս երկար ճանապարհ հոգևոր կյանքի մեջ անցնելուց ընկերանում ենք, մտերմանում ենք, հարազատ է դառնում հոգևոր վիճակը, մեղքը։ Հիմա կասես, թե այդպես չէ, բայց իրականում այն փորձառու հոգևորներս շատ անգամներ ունենք այնպիսի մի վիճակ, որ մեղքը լինում է, ասում ենք, թե լավ է, կանցնի, բան չկա։ Որոշներս հումոր ենք անում, ասում ենք, մի հատ լողանանք կանցնի։ Բայց Աստծո խոսքը ասում է մեղքին ասա մեղք, որովհետև մեղքը վատ բան է Աստծո տեսանկյունից։ Եթե մենք մտածում ենք, որ մենք ամեն մեկս մեղք չունենք, բայց ես հավատում եմ, որ Աստված իր եկեղեցին, իր սուրբերին ավելի սուրբ է դարձնում եւ եկեղեցին մաքրում է, Տերը մաքրում է իր անոթները, Տերը մաքրում է եկեղեցին այն գալիք փառքի համարոծության համար, որ մենք շատ անգամներ ուզում ենք ունենալ։ Մենք ուզում ենք նորը, բայց հինը պատրաստ չենք թողնելու, հին էությունը, հին բնավորությունը, բայց Աստված խոսում է մեղքի մասին ամեն ժամանակ եւ ասում է մեղքին ասա մեղք։ Այսօր ես ու դու կարիք ունենք մեր կյանքերի, մեր վարմունքի, մեր իրավիճակների մեջ զանազանելու մեղքը, անիրավությունը սրբությունից եւ օրհնությունից։ Մենք ամեն մեկը սիրում ենք, մեր ագանջները սիրում է լսել օրհնության խոսքեր, օրհնության պատգամներ, սիրո խոստովանություն, բաներ, որոնք որ մեր կյանքերի մեջ թանկ են եւ մենք ուզում ենք, բայց դժվար է լսել մեղքի մասին, այն բանի մասին, որը ծնունդ է տվել քեզ։ Գիտեք, մենք ամեն մեկս այս բառից ենք ապաշխարել։ Համաձայն եք, մտովի գնացեք ձեր հին հոգևոր վիճակը, գնացեք այնտեղ, որտեղ խոստովանվել եք ու ազատությունն եկել է ձեր կյանքի մեջ։ Սրբությունը եկել է, դուք Աստծո հայրական սիրո ներկայությունն եք վայելել, օրհնվել եք ու զգացել եք ինչ թեթևություն, ինչ օրհնություն, բայց այսօր շատ անգամներ այդ խոստովանությունները կարծես թե հին ժամանակների մեջ է մնաց, այսօր էլ խոստովանություն չկա, դե լավ է, մեր գործինք ապաշխարեցինք, մենք մեզի գնացինք։ Ուզում եմ քեզ մի հայտնություն տալ։ Արդյոք քո կողքին կա Նաթան։ Արդյոք քո կողքի մեջ կա մեկը, որի առաջ դու կարող ես սիրտդ բացել։ Կա մեկը, որը քո թուլությունը գիտի, կա մեկը, որը քեզ հսկում է, ճիշտ իմաստով հասկացեք, հսկում է, այսինքն քո հոգևոր իրավիճակից տեղյակ է։ Գիտեք, մենք ամեն մեկս կարող ենք մեղք գործել կամ այնպիսի մեղք չգործենք, բայց այնպիսի մի դժվար իրավիճակում լինել, որ դա ճնշի մեր վրա, դա ճնշում առաջացնի եւ մենք հոգեվորապես առաջ չգնանք։ Միթե մեղքը միայն այն է, ինչ մենք շոշափելի կամ ֆիզիկական աչքերով տեսնում ենք։ Կան մեղքեր, որոնք այո տեսանելի են, ես չեմ խոսում այդ մեղքերի մասին, որովհետեւ վստահ եմ շատերս հաղթահարել ենք այդ մեղքերը, բայց կան ծածուկ մեղքեր, կան բաներ, որոնք մենք ֆիզիկական աչքերով չենք կարող տեսնել, բայց Աստված տեսնում է։ Նորից եմ ասում, կան մեղքեր, որ մենք այսօր չենք տեսնում ֆիզիկական աչքերով։ Դու երբեք չես տեսնում, որ իմ ձեռքը ծխախոտ լինի։ Դու երբեք չես տեսնում, որ ես օրինակ հիմար անվայել խոսք ասեմ, բայց իրականության մեջ կան բաներ, որոնք մեր սրտերի մեջ Տերը քննում է, Տերը տեսնում է, մեր շարժառիթները, մեր գործողությունները, մեր վիճակը, մեր բնավորությունը եւ Աստված ուզում է, որ քեզ ազատի։ Աստված ուզում է, որ քեզ փոխի, Աստված ուզում է, որ ինձ փոխի։ Ինչ ես կարծում, աշխարհի ամենամեծ խնդիրն ինչ է։ Պատերազմը, աղքատությունը, սիրո բացակայությունը, ինչն է աշխարհի ամենամեծ խնդիրը, որ երկինքը շարժեց։ Գիտեք, սիրելիներ, աշխարհի ամենամեծ խնդիրը եղել է, կա ու լինելու է, դա մեղքն է եղել։ Բայց այդ մեղքը այնքան ավելացավ ու շատացավ, որ երկնքի մեջ որոշում ծնվեց, եւ այդ որոշման հեղինակը իր որդուն ուղարկեց, եւ եկավ, որպեսզի այդ հարցին պատասխան տա։ Եվ ես վստահ եմ, որ ամեն մեկս այս որոշման ծնունդն ենք։ Ամեն մեկը, ովքեր լսել է երկնքի այդ որոշումը, հայտնի է եղել այդ որոշումը իրան, ինքը ապաշխարել է, դարձել է Աստծուն, իր անիրավություններից դարձել է Տիրոջը եւ օրհնություն է վայելել։ Առաջի Հովհաննես 1:8-ի մեջ Աստծո խոսքը գրում է, որ բոլորս մեղք գործեցինք եւ բոլորս մեղք ունենք։
Առաջի Հովհաննես 1:8 ասում է. եթե մենք ասենք, որ մեղք չունենք, ինքներս մեզ կխաբենք եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Շատ անգամներ մարդկանց, որ խոսում ես մեղքի մասին, ասում է «Բալես, ես ինչ եմ երել»։ Ես էլ ոչինչ չեմ արել, բայց Հիսուսը եկավ։ Մենք ամեն մեկս ինչ որ բան արել ենք, որ երկինքը շարժվել է։ Մենք ամեն մեկս ինչ որ բան արել ենք ու անում ենք։ Ինչու ենք մենք դատարել շատ անգամներ մեղքի դեմ պատերազմելուց։ Ինչու շատ անգամներ մեղքի համար մենք անտարբեր ենք, բաց ենք, մեր սրտին ցավ չկա, մեր սրտին ցավ չի լինում, որ մենք մեղք ենք գործում, որովհետև մեր հոգևոր վիճակը թույլ է, որովհետև մենք կրակով լեցուն մարդ չենք, դրա համար է մենք լաց չենք լինում, դրա համար է մենք չենք տխրում այն բանի համար, որ մեղք ենք անում։ Ասում ենք թե լավ է, ապաշխարենք կգնա, մի հատ էլ հումոր կանենք, բայց Աստված հումորի Աստված չէ, սիրելիներ, Աստված լրջության Աստված է, սրբության Աստված է եւ ինձ եւ քեզ եւ իր եկեղեցին Աստված կանչել է սրբության մեջ։ Կանչել է, որ մենք իր նման սուրբ լինենք, սիրելիներ։ Եվ շատ անգամներ, երբ որ մենք եկեղեցիներին մղված խոսքերը կարդում ենք, հա, Լավոդիկեի եկեղեցուն ասում է, բոլոր եկեղեցիներին էլ ինչ որ բան ասում է, չէ, ասում է ես եմ, բայց ասում է քո դեմ մի բան ունեմ։ Լավոդիկեի եկեղեցին 3:15-ում ասում է դու գաղջ ես։ Գիտեք, այն կրակը, որը մեր մեջ կար, այն ջերմեռանդությունը, այն սերը, այն սրբության զգացողությունը, աստվածային գերբնական էնոձությունը, որին մենք փափագում ենք ու կա մեր կյանքերի մեջ եղել է, մենք կամաց ժամանակի ընթացքում դա մարում ենք։ Դա է պատճառը, որ հետո, երբ որ մենք մեղք ենք գործում, մեզ համար անհանգստություն չկա, մեր սիրտը չի խփում, մենք չենք շիկնում, մենք չենք ամաչում, կան աստվածային հատկանիշներ, որ մեր կյանքի մեջ մենք կարիք ունենք թույլ տանք այդ ամենը ազդի մեր վրա։ Երբ որ դու մեղք գործում ես, ես վստահ եմ, այն մեկը ով Սուրբ Հոգուց ծնված է ու Աստծո հոգին իր մեջ կա, անհնար է հոգու ձայնը չլսի։ Ինչքան էլ ուզում է, ես խոսքերով ասեմ, որ ես ճիշտ եմ, բոլորն էլ տեսնեմ, որ ես ճիշտ եմ, ես գիտեմ, որ գնացի տուն Սուրբ Հոգին ասելու է, դու սխալ ես։ Ինչքան է ուզում է, ես ցույց տամ, որ ես ճիշտ եմ, միևնույն է, ես գնացի տուն, ինքը ասելու է, որ դու սխալ ես։ Ես հիշում եմ բանակի ծառայության ընթացքում ես մի սխալ բան արեցի, երբ որ սխալ էի արել, հետո եկել էի Աստծո առաջ, ասում էի Տեր Հիսուս, թող ես բաժակը անցնի ինձանից։ Ասում եմ, այնքան վատ էր իրավիճակը, որ իմ պատճառով այդ ամբողջ զորքը տուժվելու էր, ու ես այն աղաչանքով Տիրոջ առաջ էի ասում էի, Տեր Հիսուս, խնդրեմ, ինչ կեղնի, այս իրավիճակը փոխե։ Ես սխալ բան եմ արել, բայց այս իրավիճակը փոխե։ Այդ մարդը եկավ, այդ հրամանատարը եկավ, իմացա, որ ես եմ այդ իրավիճակի մեջ, ասեց ես չեմ հավատում, որ դու կարող ես կարդ խաղալ։ Ասեց միակ բանը, որ կարող եմ ասել, գիտեմ, որ մեջը գումար չկա, որովհետև դու ես մեջը։ Ասեցի հավատա, որ չկա ու սխալ ենք արել, հիմա խնդրում եմ, որ այս իրավիճակը անցկացնես, չլինի այն, ինչ որ դու որոշել ես։ Մեր խոսքով Աստված ներգործեց իր սրտի մեջ, ասեց թող լինի այնպես, ինչպես դու ես ուզում։ Ու երբ որ ես այդ խոսքերը լսեցի, ինձ թվաց, թե աշխարհը տվել են ինձ, ու բրձավ ամեն ինչ, պատկերացրեք, ես դուրս եկա, արագ իջա 3 հարգը, դեպի մեր շինության հետևի մասն եմ գնում, որ իմ աղոթքատեղն էր, որովհետև գնում էի այնտեղ հաջախագի աղոթք անելու, ու ես ուրախ այդ աստիճանները իջնելով դարձա շենքի հետևը մտա ու առաջի բառերս ուզում եմ շնորհակալություն հայտնելու, շնորհակալությունը հայտնում եմ, ասում եմ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ այս ամեն ինչը բրձավ, այս ամեն ինչը դու երեցիր, գիտեք Սուրբ Հոգին ինձ մի բառ ասեց իրավիճակը բրձավ, բայց դու չէ։ Ու այն ուրախությունը, ասենք իրականում
մեջս կար մի անգամից պես սառնության վերածվեց, ասեցի Տեր, ինչպես թե ես չպրծա։ Ու Սուրբ Հոգին սկսեց հանդիմանել, Սուրբ Հոգին սկսեց բերել օրինակներ։ Ասեց քեզ ինչ է թվում։ Այն ինչ որ դու անում ես ու մտածում ես որ ճիշտ է ու դու անում ես ինչից ելնելով, դու կրում ես քրիստոնյայի անուն, դու կրում ես Աստծո անուն ու անում ես քայլ, որը վայել է քեզ։ Գիտեք, ես այդ օրը այն զգացմունքների տարբեր իրավիճակների մեջ լաց եղա, ասեցի Տեր Հիսուս, խնդրեմ ինձներես։ Ու ես ապաշխարեցի, ասեցի Տեր Հիսուս, շնորհակալ եմ որ դու պատրաստ ես ներելու, զիջելու, եթե մենք պատրաստ ենք խոստովանելու եւ քո առաջ գալու։ Ու աղոթեցի, որ այլևս նման բան չեմ անի, ապաշխարություն խնդրեցի, ներում խնդրեցի ու զորացած բարձրացա վերև։ Բարձրացա վերև այդ նույն հրամանատարը, երբ որ իմացավ, թե ես ինչպես եմ խաղում, ասաց ես չէի մտածում, որ դու այդպես կարող ես խաղալ։ Ասաց եթե հիմա ինձ կկրես, քեզ թույլ եմ տալիս, որ մինչև ծառայության վերջ խաղաս։ Պատկերացրեք, եթե ես այդ աղոթքը արած չլինեի, ես աշխարհի հոգու ազդեցության տակ կանեի այն, ինչ որ աշխարհն էր ուզում, որ ես անեի։ Ես ինչու եմ այս օրինակը բերում, որովհետև նմանատիպ օրինակներ մեր կյանքերի մեջ շատ կա, սիրելիներ։ Գիտես, երբ որ դու ապաշխարում ես եւ Աստծուն թույլ ես տալիս, որ օծությունը գա քո կյանքի մեջ, ինքը քեզ թույլ չի տալիս, որ դու երկրորդ անգամ այդ մեղքը գործես։ Գիտեք, ինքը ինձ մի բան առաջարկեց, որ իմ մարդկային էությունը հենց այդ պահին այնքան ուժեղ էր, որ ես հենց այդ պահին եթե խաղա իրան կկրեի, ու ես վստահ եի, որ կկրեի։ Ինչու համար, որովհետև աշխարհն ուզում է քեզ կուլ տա։ Աշխարհն ուզում է ինձ կուլ տա, բայց ես Աստծունն եմ։ Եվ ես իրան ասեցի. դու վստահ եղիր, որ ես եթե խաղամ, քեզ հիմա կկրեմ։ Բայց այն աղոթքը, որ արել եմ, ինձ այլևս թույլ չի տալիս, որ ես խաղամ այստեղ։ Եվ ասեցի դու ինձ երբեք այլևս չես տեսնի խաղալուց։ Եվ մինչև այսօր ես այդ աղոթքից հետո այնքան զգուշությամբ եմ մոտենում, որ ճիշտ է մեկ լինում է, որ կարդ խաղում եմ, բայց երբեք իմ մեջ այդ մոլուցքը, ազարտը, կրելու ցանկությունը չկա, դա աշխարհինն է, դա աշխարհի վարք ու բարքն է։ Եվ նմանատիպ տարբեր իրավիճակներ իմ ու քո կյանքի մեջ սիրելիս կարող է գերի դարձնել մեզ մեղքի ծառա։ Եվ մենք շատ հաճախ չենք զանազանում մեղքը մեր կյանքերի մեջ, ինչու, որովհետև Աստծո խոսքն ասում է դու տակ չես, դու կրագոտ չես, որ դու հասկանաս, որ մեղք արեցիր։ Երբ որ մենք գաղջ ենք, երբ որ մենք համաձայնություն, երբ որ մենք հաշտություն ունենք մեղքի հետ, ես քեզ ասեմ, դու մեկն է գործես, երկուսն է, 12-ն է։ Եթե կաշառքը, եթե սդությունը քեզ համար սովորական մի բան է, դու մի հատ ավել մեղք գործեցիր, երբ որ սուտ խոսացիր, սդության տակ համաձայնություն տվեցիր, հա, մենք շատ անգամներ ունենք իրավիճակներ, որտեղ այնքան սիրուն հոգևորներս, այնքան սիրուն ծածկում ենք, չագերտներով եմ ասում, բայց իրականում ուզում եմ, որ քո կյանքի մեջ կա մի խոսք, մի հայտնություն, որ կարողանաս մեղքին նայելով ասես մեղք։ Այսինքն մեղքը մնում է մեղք, մեծ ու փոքր չունի, լավ մեղք ու վատ մեղք չկա, բարի սուտ չկա, սիրելիներ, Աստծո համար մեղքը մեղք է։ Եվ ես վստահ եմ, մենք ամեն մեկս մեղքի պատիժը գիտենք։ Գիտեք, ես շատ անգամներ հարցնում եմ, ասում եմ Աստված ջան, լավ ով չգիտե մեղքի մասին, ես ինչ խոսեմ։ Գիտեք, Աստված առաջնորդում է, ինձ ասում է խոսիր, որովհետև մենք ամեն մեկս գիտենք, որ մեղքի վարձքը բառերով մենք բոլորս գիտենք։ Մենք բառերով բոլորս գիտենք, բայց իրականում չենք պատկերացնում։ Սուրբ Հոգին ինձ երկու տեղ է առաջնորդի Աստվածաշնչից, երկուսն էլ ահավոր են։ Երկու Աստվածաշնչյան տեղ եմ նայելու, երկուսն էլ ահավոր է։ Ոչ թե ուզում եմ, որ մենք վախենանք, այլ ուզում եմ, որ մենք հոգևորապես լուրջ լինենք, մեղքի նկատմամբ բաց չլինենք։ Աստծո խոսքն ասում է, մինչև իսկ արյուն թափելու չափ չհագարակվակ։
Այսինքն մեղքը գալիս է, դուրը փակ չէ, Աստծո խոսքն ասում է մեղքը դրան հետևն է, դուրը թագում է, մեր դուրը փակ չէ, մենք դուր էլ չունենք, մեղքը գալիս է, բայց դու ես բացողը, ես եմ բացողը, մենք պիտի մեղքին կարողանանք ասել մեղք, մենք պիտի ճանաչենք մեղքը, սդությունը, սդության հայրը, որից ծնվավ ամեն սուդը, մեր մեջ ներգործում է եւ մենք թույլ պիտի չտանք սիրելիներ։ Ես վստահ եմ Թվոց 16-րդ գլուխը բոլորից ծանոթ է։ Իրավիճակ, որտեղ Մովսեսը ժողովրդին առաջնորդեց եւ Կորխը, Դատանն ու Աբիրոնը Մովսեսին դեմ դուրս եկան։ Ասեցին բավարար է, բավական է, որ մեզ արդեն ասես գնացեք սրբվեք, այս արեք, այն արեք, այս իրավիճակները մեզ պատմես, դու քեզ ավելի բարձր համարես, մենք է շատ փոքր մարդիկ ենք, մենք էլ կարող ենք այդ նույն բանը անել, ինչ որ դու ես անում, եւ Կորխը, Դատանն ու Աբիրոնը Մովսեսին դեմ դուրս եկան։ Ամբարդավանության, հպարտության, Աստծո զավագին, այն առաջնորդին չընդունելու մի իրավիճակ, որ եկան Աստծո առաջ ասեցին մենք էլ կարող ենք անել այն ինչ որ դու ես անում։ Մենք է կարող ենք խունգը ծխել, մենք է կարող ենք աղոթել եւ Աստծո զավագի դեմ դուրս եկան եւ ասեցին Մովսեսին բավարար է որ դու քեզ մեր վրա իշխան կարգես, ասես որ դու բարձր ես, դու մեծ ես, դու լավն ես, մենք է վատն ենք։ Գիտեք իրականում այնքան զգույշ պիտի լինենք մենք։ Այնքան զգույշ պիտի լինենք, որ մենք իրականում բառից բուն իմաստով պիտի վախենանք այդ մարդկանց ինչ որ բառ ասելու, նույնիսկ մտածելու, որովհետև Աստծո խոսքը շատ հրաշալի դաս է տալիս։ Մովսեսն ասում է ես չեմ, բերեք վերցրեք բուրվարը, եկեք նույն բանն է դուք արեք։ Գիտեք Աստված հնարավորությունն է տալիս։ Մովսեսին երբ որ այդ ամենը ասեցին, գրված է ասում է Մովսեսը երեսնիվայր գետին ընկավ, ինչի ընկավ, որտեվ Մովսեսը ի տարբերություն Կորխի ու Դատանի Աստծուն ճանաչեր գը։ Ինքը գիտեր Աստծուն դեմ դուրս գալն ինչ բան էր։ Ինքը գիտեր Աստծուն դեմ դուրս գալը ինչ բան է։ Աստծուն մի բառ հագարակ ասելը ինչ բան է։ Երբ որ Աստված ասում է սա այսպես է, դու ասում ես այնպես է, մի դե դա մեղք չի։ Աստծո խոսքին հագարակ դուրս գալը մեղք չի։ Երբ որ մենք Աստծո խոսքին դեմ դուրս ենք գալիս, գիտեք, սա ամբարդավանությունն է, սա հպարտությունն է, Աստծո դեմ դուրս գալն է։ Ինչպես է լինում Աստծո դեմ դուրս գալը։ Եվ Մովսեսը բերանք Սիվայրի ջավքետին ասեց Տեր ողորմիր։ Գիտեք Մովսեսի մեջ որպես առաջնորդ այնպիսի հոգի կար, որ Մովսեսը նույնիսկ կանգնավ պատմությունը, եթե կարդակ ասում է ոչ միայն այդ իրեկն են, իրանք իրանց հետ ինչ էին վերցրել, համախոներ։ Ու Մովսեսը այդ ամենը գիտենալով ասեց Տեր խնդրեմ գը, գոնե այս իրեկը որ եկել են, այդ իրեկը թող այդ մեկը եղնի, թող այդ մեկը պատժվի, բայց այն մյուսները չպատժվին։ Աստված էլ Մովսեսին ասեց առանձնացեք այդ մարդկանցից ինչ երեք, էս կոմ արեք, իրանց բնակարաններից էս կոմ արեք, ու վերջնարդյունքը բոլորս գիտենք, ինչ եղավ, երկիրը բացվավ, իրանց ունեցվածքով, տնով, հողով, ամեն ինչով գնացին երկրի տակ։ Գիտեք, իրականում մեղքի վարձքը մահն է։ Եթե մենք մտածենք, որ ես մի հատ մեղք եմ մնացել, մի համ ծածուկ բան կա իմ սրտից մեջ, դե թող մնա հələ ժամանակը չէ, ով գիտե ժամանակը։ Մենք մեր անձերը պիտի քննենք սիրելիներ։ Ամեն ժամանակ, ամեն աղոթքի մեջ ժամանակ առ ժամանակ սիրելիներ, մենք ամեն մեկս կարիք ունենք մեր անձը քննենք։ Մի բան, որը ուզում եմ հատուկ շեշտադրել հետևյալն է։ Գիտեք, մենք շատ հաճախ թերություններ ու տգարություններ կունենանք։ Գիտեք ում մոտ կերտանք։ Մեզի հարազատ մարդկանց։ Այն մարդկանց մենք գիտենք ում մոտ կերտանք ուշադիր։ Կերտանք այն մարդու մոտ, որ կսենք վայ գիտես ոտս փուշեմ դե հակս է ոչինչ։ Գիտեք, երբ որ մենք սխալ կենենք, չենք կերտա այն մարդու մոտ, ով իրական խրադողն է, ով իրականում Աստծո խոսքը ունի ու կարող է ասել, որ գիտես դու երբ որ սխալ ես գործել, պիտի ապաշխարես։ Մենք կերտանք այն մարդու մոտ, ով որ ծածկե գմեղքը։
Գիտեք ինչի կերտանք, որտեվ մենք մարդկային ենք, մենք գոլ ենք, մենք գաղջ ենք, մենք չենք ուզել երտանք այն մարդու մոտ, որսենք, գիտեք, մեղք են գործե, ինքնես է որ մեղք ես գործե, պիտի աբաշխարես։ Մենք չենք երտա խիստ մարդու մոտ։ Ժողովուրդը խոսք ունի, չէ՞, սա խրադողի խիստ մի գնային մարդու մոտ, ով որ կծածկ է, գնային մարդու մոտ, ով որ քեզի գլացցնե։ Ինչի, որովհետև ավելի լավ է դու լաց եղնես, աբաշխարես, քուրձու մոխիրը հագնես, քան թե դու երտաս այն մարդու մոտ, հա, Դավիթը թագավոր էր, մեղք էր գործել, ում մոտ պետք է երտար։ Կամ ով կրնար Դավիթին ինչ որ բանսեր։ Բայց Նատանը եկավ, ասեց Դավիթ դու այն մեկն ես, որ պիտի մեռնես։ Ու Դավիթը ինչ երեց, աբաշխարեց։ Եթե մենք մեղք ունենք, խնդիր ունենք, թերություն ունենք ու կերտանք այն մեկի մոդը, ով որ գծածկե, ես քեզի կուզեմ ասեմ, դու չես բժշկվել ու դու չես ազատագրվել։ Դու կարիք ունիս խոստովանության, դու կարիք ունիս Աստծո խոսքի, որ խոսքը թույլ տաս, քու ներսդ քանդե, այն ինչ որ անաստվածային է, այն ինչ որ խնդիր է ծնեքու մեջը, դու մեղք է ու մեղքի հետևանք է, ինքը պիտի պարդվի ու քանդվի քու կյանքիդ միջից։ Դու պիտի գտնես իսկական Նատանին, դու պիտի գտնես այն Աստծո մարդուն, որը քեզ հետ կվարվի այնպես, խրադով, սիրով, ճշմարտությամբ, Աստծո խոսքը հասցնելով քո սրդին, քո մեջ եղած փոփոխությունը աստվածային լինելու համար։ Չէ, ես քեզի կսեմ, ինչ որ Աստծո խոսքը կսե արդակինից գեղեցիկ եք, բայց ներսը ինչ է, ծեպած, նեխած գերեզման։ Մենք մեռած ենք, բայց արդակինից գեղեցիկ հագնված։ Արդակինից լավ կեցվածքով, կրոնավորության զգեստը կրում ենք իդեալական, ձևականությունը մեր մոտ փայլուն է, բայց գին վճարելու արդյունքը զերո։ Որովհետև մենք սորվել ենք ձևի մեջ, մենք սովորել ենք մեղքի մեջ։ Եվ Աստծո խոսքը հստակ հինուխտի մեջ ցույց տվեց իրականում ինչ բաներ Աստծուն հակառակ լինել։ Եթե մտածում ես կարող ես Աստծուն հակառակ լինել, չես կարող։ Պողոսը ելավ Աստծուն հակառակ, հենց այդ պահին կուրացավ ու Աստված սավ սպասի։ Սավ չիտես ինչ կենես, դու չես կրնանձի տեմելնես։ Կերտաս ես մարդու մոտը կաղոտեն դու կբժշկվիս ու հետո Աստվածային կդառնաս։ Նույն գործ Կարակելոցի մեջը մի հատ նոր ուխտի մեջ օրինակ կա, որ մարդիկ իրանց ունեցվածքը կծախեին ու առաքյալների ոտքի տակ կտնեին։ Գիտեք, այս պատմությունը շատ եմ լսել։ Այս պատմությունը շատ եմ լսել, կարտացել եմ ու ամեն կարտալուց է վախենում եմ, բայց մի բան, որ այս անգամ յուրահատուկ կերպով ազդեցվել է։ Մենք շատ անգամներ տեսնենք կմարտիկ ինչ կենեն, կսենք մենք կլինենք։ Մենք կտեսնենք մեկը ավտո կբերե ծախեք, սեկեցեք, ես է բերեմ ծախեմ, որտեղ բերե պարտքի տակ կգնի։ Մենք չենք հարցնի Աստծուն, արդյոք մենք պատրաստ ենք այդ գործը անելու։ Արդյոք իրավունք տվել է Աստված, որ մենք այդ բանը անենք։ Մենք գիտենք ինչի կենենք այդ բանը, արդյոք Աստծուց է որ մենք այդ նույն բանը կենենք։ Նայեք, լավ բաներ, մարդիկ, ովքեր որ պատկերացնեին, հոգևոր գաղափար ունեին, հոգևորապես արտուն էին, կրագոտ էին, ջերմերանդ էին, մարդիկ կենեին օրհնություն կվայելեին, այդ նույն գործողությունը մարդիկ երեցին, բայց քանի որ իրանք հոգևորապես ճիշտ դիրք չունեին, իրանց սրդի մեջ ինչ երեցին, իրանց ունեցածի մեջ խապեցին, սուտ խոսացին։ Եվ գործ Կարակելոցի մեջ մենք էլի ահավոր մի պատմություն կտեսնենք, որ հենց այդ նույն պահին ինչ եղան, մեռան այդ մարդիկ։ Մեղքի վարձքը ինչ է։ Ինչ է կարծում, մեղքի վարձքը փոխվել է։ Ժամանակներն անցել են, մեղքի վարձքը փոխվել է։ Ոչ, մեղքի վարձքը մահն է, սիրելիներ։ Եվ մենք ամեն մեկս չենք կարող վճարել, ոչ է կարող ենք դրանից փախնել, ոչ է կարող ենք այլ ճանապարհներ գտնել, որ ուրիշ վարձք գտնենք։ Տանջանք եղնի, երկրորդ տառապինք, ոտներից կեսը երտա, մե աչքս կորնա։ Գիտեք, մենք տարբեր բաներ կրնանցենք, բայց մեղքի վարձքը մեկն է։ Մեղքի վարձքը մեկն է, մարմնավոր եւ հոգեվոր մահ։ Մենք այսօր մարմնով դերևս մեռած չենք, բայց հոգևոր մահ կա մեր կյանքերի մեջ, որտեղ մեղքի վարձքը մահն է։ Մենք հոգևորապես մեռել ենք, հոգևոր արժեքները մեզ համար արդյունք չեն, իմաստ չեն, իմաստալից բան չկա։ Մենք այնպես գնանք դե լավ, դե ծառայությունն է չեն կերտա, մեզ ինչ պետք է։ Ճամբար է, դե ճամբար, ամեն տարի ճամբար կենեն, համագումար կա, ինչ ենք։ Գիտեք, իրական մենք սառն ենք,
Դրա համար է հոգևոր արժեքները մեր համար արժեք չեն։ Դրա համար էլ մենք չենք մտածել հոգևորապես առաջ գնալու համար։ Դրա համար էլ Աստծո խոսքն ասում է, քեզ համար մեղք է։ Բայց մենք ասում ենք, բա մենք ինչ ենք արել, որ մեղք է։ Երբ որ դու Աստծուն հագարակ ես, այդ ամեն ինչը մեղք է։ Երբ որ դու Աստծո ասածի նման չես վարվում, Աստծո ծրագրի մեջ չես, մեղք է։ Աշխարհիկ մարդը ու մենք ինչով կտարբերվենք։ Ինքն էլ է այդպես մտածում, դու էլ ես այդպես մտածում։ Ուրեմն կա մի կրոնավոր ծածկոց, որը քո թիկնոցին է, եւ դու տեսնում ես, որ այդ կրոնավորությունը օգնում է քեզ հոգևոր ֆոն ունենալու, հոգևորների մեջ դրսևորվելու, երևալու, բայց իրականում ներսնցեպած քերեզման է։ Հռոմեացիների 6:23-ն ասում է մեղքի վարձքը մահն է։ Եվ մենք ամեն մեկս, եթե չհաբաշխարենք, Աստծո խոսքը չի փոխվել։ Աստծո խոսքն ասում է երեք, այսօր եւ հավիտյան ես նույնն եմ։ Եթե մենք կմտածենք, որ ժամանակները փոխվել է, բայց մեղքի վարձքը փոխվել է, ոչ, մեղքի վարձքը չի փոխվել։ Մեղքի վարձքը մահն է եւ այն ամենքը, ովքեր չեն ապաշխարելու, իրենց սխալ դիրքը, իրենց սխալ էությունը, մարմնավոր շատ հատկանիշներ, բնավորություններ, վիճակներ, որ պահել են ու պահում են մինչև այսօր, ես քեզ ասեմ, դրա վերջը լավ չի լինելու։ Ոչ թե ես եմ ասում, այլ Աստծո խոսքն է ասում։ Աստծո խոսքն ասում է, որ մեղքի վարձքը մահն է, սիրելիներ։ Եվ մենք շատ անգամներ մեր կյանքերի մեջ գաղտնի ծածուկ իրավիճակներ ունենք։ Գաղտնի ծածուկ, որ ոչ մեկ չգիտի եւ մենք Աստծուն էլ չենք ասել, Աստծուն կարիք չունես ասելու, որտեւ Աստված գիտե, որ այդպես է, դու ուղղակի պիտի անկեղծ լինես, ասես Տեր փոխենցի։ Իմ իրավիճակներիցս դուրս ան։ Եթե դու մտածում ես, որ Աստծուն քո գաղտնիքը, քո խնդիրն ես ասում, որ Աստծուն պիտի զարմացնես, չես կարող, սիրելիս։ Մեղքը Աստծո համար բաց է ու Աստված չի ընդունում մեղքը եւ մեղքը հեռացնում է Աստված։ Մեղքը պատնեշ է քո եւ Աստծո միջև։ Մեղքը պատնեշ է իմ եւ Աստծո միջև։ Եվ եթե մենք շատ տեղեր, շատ իրավիճակների մեջ օրհնություն չունենք, մենք կարիք ունենք նայենք մեր կյանքը։ Մեր վիճակները նայենք, ինչն է պատճառը, որ դա այդպես է։ Կան շատ անաստվածային խնդիրներ, որոնք կարող են պատել եւ պատնեշ հանդիսանալ, որ Աստծո օրհնությունը մենք չվայելենք։ Մեր դիրքը հոգեվոր արժեքների, Աստծո խոսքի նկատմամբ մենք կարիք ունենք սրանք վերանայենք, որպեսզի Աստված փոխի այն ամենը, ինչ որ մենք ուզում ենք։ Մենք շատ անգամ մարդուն հարցնում ես, աղոթում ես, ասում է աղոթում եմ։ Խոսքերին, որ նայում ես, բոլորը պլյուս իդեալական է, բայց օրհնություն չկա, որովհետև ձևն է։ Գործողություն, որը Աստծուն հագարակ է, Աստծո խոսքին հագարակ է, մենք կարիք ունենք ապաշխարելու, սիրելիներ։ Հագարակություն, անվայել խոսք, գաղտնի վիճակներ, թակուն բաներ, որոնք մեր սրտերի մեջ կա եւ միգուցե շատերը չգիտեն, բայց ուղղությունը Սուրբ Հոգին բերում է մեր կյանքերի մեջ, խոսում է յուրաքանչյուրիս հետ։ Եվ եթե մենք փորձում ենք գալ Աստծո առաջ եւ խնդրել, որ Աստված մեզ մեղքից ազատագրե, գիտեք, Աստված խոստումներ ունի։ Աստված խոստանում է։ Նույն Հովհաննես 1:9-ի մեջ, 8-ի մեջ ասում է, որ բոլորը մեղք ունեն։ 9-ի մեջ ասում է, եթե խոստովանեք, Աստված հավատարիմ է ներելու համար։ Աստված հավատարիմ է, Աստված կարող է ներել մեզ։ Վիճակ, որը դեմ է Աստծուն։ Դա կարող է անհավատարմությունը լինի, հագարակությունը, հբարդությունը, ոչ խաղաղ իրավիճակները, որ դու հանգիստ կյանք չունիս։ Մտածում ես, այսօր ես կզանգի, այսօր այն ինչը դուրս կուկա, այսօր ես մեկը ինչի, որովհետև այն մեկին խապել ես, այն մեկի նկատմամբ հավատարիմ չես եղել, այսօր ես կենեմ չես երը։ Գիտեք, բաներ, որոնք մարդկային ու աստվածային չեն, մարմնավոր տեսակետից այնքան շատացել է, որ իրականում այդ վիճակները սկսում են ազդել քո իրավիճակի վրա։ Եթե քո մեջ աստվածային խաղաղություն չկա, դու ունես անխաղաղ տագնապալից վիճակներ, վախեր, սրանք բոլորը խոսում են, որ դու դեմ ես Աստծուն։ Աստված չի կարող քեզ օգնել, որովհետև դու դեմ ես իրան։
Ոչ թե Աստված չի ուզում, այլ դու ունես վիճակներ, որոնք փակում են աստվածային ներգործությունը քո անձնական, քո ընտանեկան, քո այն իրավիճակի վրա, որը դու կարծում ես, որ դու կարող ես լուծել, բայց ելքը մեկն է, ապաշխարությունը։ Ելքը մեկն է, որ դու կաս Աստծո առաջ ասես, Տեր, ես ուզում եմ մեղքին ասեմ մեղք, ոչ թե ինքս ինձ արտարացնեմ, ինքնաարտարացումով բուժում գտնեմ, ժամանակավորապես ասեմ, վայ, թե լավ է, այս անցավ, այս վիճակը փոխվավ, ես արդեն ստեղից անցա։ Գիտես, մենք գտնում ենք մարդիկ, որոնք մեզ ընդունում են մեր ինքնաարտարացումը եւ ասում են, թե լավ է, կանցնի, կփոխվի իրավիճակը, ժամանակը կփոխի։ Լուծումը մեկն է, սիրելիս, ապաշխարել Աստծո առաջ։ Փոխել իրավիճակը։ Փոխել իրավիճակը, որ Աստված ուզում է, որ քո կյանքի մեջ փոփոխություն տեղի ունենա, եւ Աստված ուզում է այդ ամենը։ Ինձ եւ քեզ մնում է, որ մենք անկեղծությամբ գանք Աստծո առաջ, ասենք, Տեր, ես ուզում եմ իրականում ապաշխարեմ, իմ կյանքս քննում եմ, տեսնում եմ, որ այս ոլորտի մեջ ես անընդհատ ընկնում եմ, այս խնդիրը անընդհատ իմ կյանքից մեջ կրկնվում է, անընդհատ այս սովորությունը իմ կյանքի մեջ լարան ունի, թագարտ ունի, Տեր, ես ինչպես կարող եմ սրանից փոխվել։ Տերը զորություն կտա, Տերը զորություն ունի այն որոշմանդ համար, որ դու այսօր պիտի կայացնես մեղքից, մեղքի իրավիճակից, խառնաշփոթից դուրս գալու համար։ Բայց եթե դու որոշում չունիս, ուղղակի ասում ես, Տեր, դե անցրա, գիտեք, Աստված նայում է քո որոշմանը, որպեսզի զորացնե քեզ։ Աստծո զորությունը չի վերջացել։ Աստծո ձեռքը չի կարճացել։ Աստված նայում է քո որոշմանը։ Արդյոք դու որոշում ունես սուտ չխոսալու, անվայել խոսք չասելու, չմտածելու բաներ, որոնք մտածում ես։ Ես հիշում եմ, երբ որ հոյվաշոտը գալիս էր մեր տուն խմբակ, եւ ես ապաշխարել էի ու անընդհատ անվայել խոսքեր էի ասում, որոշել էի, որ ես ուզում էի դրանից բրզնեի, բայց չէի կարողանում։ Բայց այնքան էի ուզում, աղոթում էի, որ Տեր մաքրենցի ու որոշեցի, որպեսզի մեղք չգործեմ, որոշեցի, որ տնից դուրս չգամ։ Նայեք, մենք ծիծաղում ենք, չէ, բայց իմ մեջը մի բան կար, ես ուզում էի դուրս գալ, այն իրավիճակը, որը իմ կյանքի մեջ կար, պատել էր ինձ ու այդ անվայել, այն մեղքի զգացողությունը, որից ես ուզում էի ազատվել, ես պատրաստ էի ամեն կինը վճարել, որ դրանից դուրս գայի։ Ինչու, որովհետև ես չէի ուզում մեղքի զգացողությունով ապրել։ Ես չէի ուզում անսուրբ վիճակների մեջ ապրել ու կեղծավորությամբ էլ նստել հավաքույթի։ Եվ ես որոշել էի, որ տնից դուրս չգայի։ Ու պատկերացրեք, տնից դուրս չէի եկե, որովհետև գիտեի, որ ինքն էլ այդ օրը գալու էր մեր տուն, ես մտքիս մեջը հաշվել էի, այդ օրը 3 անվայել խոսք էի ասել։ Պատկերացրեք, ինքը մեր դռան թեմը հասավ, դուռը բացեցի ու փարվել եմ իրան, ուրախ երջանիկ, ասում եմ, Աշոտ եղբայր, չես պատկերացնում ինչ է եղել։ Ինքն էլ տեսավ իմ ուրախությունը, ասում է, այս ինչ լավ բան մտիսես։ Ասացի, ես այսօր 3 ադեմ անվայել խոսք ասել։ Ինքը ասես նայեց, ասեց, էդ էլ կանցնի, դրանից էլ կազատվես։ Բայց ուզում եմ օրինակը բերել ինչու համար։ Ոչ թե որ ես լավն եմ, այլ ես ուզում էի, որ մեղքից ազատվել, սիրելիներ։ Ես ուզում էի այն մեղքի գերությունը, մեղքի անիվը, որը պատդվում էր իմ կյանքի մեջ, իմ հին էությունից, իմ հին պապական մեղքերը, չգիտեմ, տարբեր բաներ, որոնց համար ես կանգնել եմ, գին եմ վճարել, ու Աստված այսօր ազատել է, մաքրել է, ուզում եմ, որ ամեն մեկիս մեջ գա այս մեղքից ազատվելու զորությունը, գա մեղքից ազատվելու այդ գաղջությունից, տգարությունից, թուլությունից, Աստված զորություն ունի այսօր քեզ մեղքից հանելու, եթե դու ուզում ես, եթե դու պայքարում ես, եթե դու պատերազմում ես, Աստված իրավիճակներ փոխող Աստված է։ Այսօր էլ Աստված կարող է իրավիճակ փոխել, որպեսզի դու մեղք չգործես։ Ծառայության ընթացքում մի դեպք եղավ, որի համար պետք է նորից սուտ խոսայի։ Գիտեք, երբ որ իրավիճակներ կան մեր մոտ, ինչի եմ ասում իրավիճակներ, միգուցե ծերը չկա մենակ իմս կստացվի, բայց իմս շատ հաճախ կստացվեր։ Իրավիճակ էր, որտեղ ես սուտ պիտի խոսայի, բայց ես Աստծուն կսիրեի։
Մենք շատ անգամներ կհանձնվենք, հակսենք լավ դե ես մեկը խոսամ։ Գիտեք, այդ իրավիճակը այնպիսի իրավիճակ էր, որ ես ամբողջ 24 ժամը գիշերվա 12 ժամը չքնա։ 12 ժամ չքնա ու 12 ժամ մենակ աղոթք եմ երել։ Աղոթք եմ երել, որ այդ մարդուն չհանդիպիմ, որպեսզի սուտ չխոսամ։ Երբեք չէր եղել, որ այդ հրամանատարը գար ու վերև չբարձրանար։ Ամբողջ գիշեր աղոթեցի, որ չհանդիպիմ այդ մարդուն, որպեսզի ես չզեկուցեմ այդ սուտը, ես չխոսամ ու առավոտ սիրտս գցում է։ Ասեցին, որ եկել է, ասեցի հիմիկ բարձրանա վերև, ես կամ սուտ պիտի խոսամ, կամ սուտ պիտի խոսամ, ուրիշ տարբերակ չկա։ Որովհետև մարդկայինը դա է ասում, աշխարհը դա է ասում։ Մեկը վազելով վերև բարձրացավ, ասեց բացի հերթապայից, նույնիսկ հիվանդները անգողնով մաճակալով վարը իջնին։ Ուսպես ես սառած մնացի, ասեցի Տեր Հիսուս, ես ինչ իրավիճակ դու կարող ես փոխել։ Իրանք իջան, ես չոկա։ Ես իջել եմ գետնին, ասում եմ Հիսուս, ես շնորհակալ եմ քեզնից։ Ու Աստված այդ օրը խոսած իմ կյանքիս մեջ, ասեց նայ, եթե դու չես ուզում մեղքը գործես, ես կարող եմ իրավիճակը փոխել, որ դու չգործես։ Եթե դու կհանձնվիս, երբ որ դու կհանձնվիս ու քո մեջ, քո մտքիդ մեջ հանձնվելու, սրտիդ մեջ հանձնվելու բան կա, որ դու մեղքը պիտի գործես, ես քեզի կսեմ դու գործես։ Բայց երբ որ դու կպայքարես ու պատերազմես, չես ուզեդի գենես, Աստված իրավիճակը կփոխե, ինձ եկ սորվցնել որ կսե նայ, ես կրնամ իրավիճակը փոխեմ։ Ես կարող եմ իրավիճակը փոխեմ, որ դու մեղք չգործես, որովհետև դու չես ուզում մեղք գործես։ Երբ որ ես ու դու ուզում ենք մեղք չգործել, մեղքից ու անիրավությունից ազատ լինել, Աստված հնարավորություն է տալիս, որ մենք սուրբ լինենք։ Բոլոր իրավիճակներում եւ բոլոր տեղերում, որովհետեւ Աստված կամենում է, որ դու սուրբ լինես եւ քո մտքի մեջ Աստծո զորությունը կա, Աստծո հայտնությունը կա, մեղքին ասելու մեղք։ Եթե դու մեղքը չես ճանաչում եւ քեզ համար մեղքը սովորական բան է, դու մեղքի մեջ կաբրես, բայց երբ որ դու պատրաստ ես մեղքին ասելու մեղք, Աստված քեզ զորություն եւ իշխանություն կտա մեղքին ասելու մեղք։ Ուղղակի մենք սովոր ենք մեղքին թաքցնելու, մեղքին ծածկելու մեր կյանքերի մեջ, մեր շրջապատի մեջ եւ իրականում այդ ամեն խնդիրները վաղը հետո բարձրանալու է մեր կյանքերի մեջ։ Մեղքը միևնույն է, իր սև գործը անելու է։ Դու ինչքան ուզում ես ծածկիր, մեղքը սև գործ ունի, սիրելիներ։ Մեղքը գործ ունի, որը դու չես ուզում տեսնել։ Գիտես որն է մեղքի գործը։ Մեղքը հետևանք ունի։ Մեղքը գալիս է ու հետևանք ունի։ Մեղքը գալիս է ու քո կյանքը քայքայելու է, քո կյանքը քանդելու է։ Սուտը, որը դու պահում ես, սուտը, որը ցանել ես քո կյանքի մեջ, ու այն տեղը, որտեղ դու չես մտածում, որ այդ տեղ պիտի հայտնվի, ընտանիքիդ մի իրավիճակի մեջ ումպես է հայտնվում, եւ դու ամաչելու ես, դու գլուխդ կախելու ես, այն սդության, այն մեղքի համար, որը դու արել ես։ Թույլ մի տվեք կեղծիկը մնա ձեր կյանքերի մեջ։ Թույլ մի տվեք սդությունը ձեզ խապի, սդության հայրը լցնի ձեր ներսը, թույլ տվեք երկնային հայրը լցնի ճշմարտությունը ձեր ներսը։ Եվ ես հավատացած եմ, որ այն բնավորությունները, որ շատերս ունենք, արդեն կարծրացած բնավորություններ ունենք, Աստված կարող է բնավորություն փոխել։ Հիսուսը կարող է քո բնավորությունը փոխել։ Դա ցանկամոլություն է, բարգություն է, թշնամություն է, արձատասիրություն է եւ նմանատիպ բաներ, որոնք անաստվածային են, Հիսուսը բոլորից կարող է քեզ ազատել եւ փոխել։ Եթե դու անկեղծ ես եւ ուղիղ ես իր առաջ, Հիսուսը ուզում է քո կյանքի մեջ հրաշք անել։ Հիսուսը ուզում է այդ լույսը քո կյանքի միջից կոդրե, վերցնե քեզ ազատ արձակե եւ ուրախացնե քեզի, որովհետեւ Աստված ուզում է, որ մենք թշնամությունից, ադելությունից, կռիվներից ու հակառակություններից զերծ մնանք, որովհետեւ Աստված ուզում է մեղքը խայդարագել։ Եվ Աստված մեղքին հաղթող Աստված է, սիրելիներ։ Կարող է մեղքը քայտակղիչ թվա, լավը թվա, բայց իրականում ինքը քայքայող է։ Քո կյանքը քայքայում է, քո կյանքի մեջ դժվարություններ է բերում, որովհետև մեղքը ունի հետևանք, սիրելիներ։
Մենք ցանում ենք, որոմը ցանում ենք, ասում ենք, բան չի, մենք ծորեն ենք ուզում։ Դու որոմ ես ցանել, ինչ ես ուզում։ Երբ որ մենք մեղքին մեղք չենք ասում, որոմին որոմ չենք ասում, մենք սկսում ենք հնձել այն ամենը, ինչ որ մենք ենք ցանել, ինչ որ մարմինն է ցանել, դրա համար մենք պիտի հսկենք մեզ, հաճախակի պիտի նայենք մեր կյանքերի մեջ, արդյոք կան բաներ, որոնք լցրել է մեր սիրտը, մաղձը, դառնությունը, ադելությունը, ինչով է լցված այսօր քո սիրտը, կապ չունի ում նկատմամբ, մենք ամեն մեկս հաճախակի ինչու ենք խորտատուի դիմում, ինչու ենք մեկս մյուսի հետ կիսվում, գիտեք դա անհրաժեշտ է, ժամանակ առ ժամանակ պետք է, որ գտնես քո նատանին և կիսվիս իր առաջ, որովհետև երբ որ դու կիսվում ես, երբ որ դու բացվում ես, Սուրբ Հոգին հատ առ հատ այդ ամենը քո սրտի միջից ինչ է անում, դուրս է հանում, ինչ է ամեն մեկիս անցյալը իդեալական է, հələ նայենք մի ադմ հետ, գիտեք ինչքան բաներ կա, որից մենք խորը վերջեր ունենք, չապաշխարած մարդիկ, որոնց հետ մինչև այսօր հանդիպենք, կարող է թշնամություն լինի, և դրանք շատ անգամներ մեր հարազատներն են սիրելիներ, մարդիկ, որոնք շատ մոտ են մեզ, մտերիմ, բայց մեր սրտի մեջ իրանք խնդիրներ ունեն, և Աստված ասում է, եթե դու աղոթքի ես գալիս, բայց քո սրտի մեջ ինչ ունես, քո եղբոր նկատմամբ հարց ունես, ասում է թող քո աղոթքը, գնա այդ հարցը ինչ արա, լուծիր, նոր արի, գիտեք մենք կարիք ունենք Աստծո գործը գնահատենք, Կորխը, Դատանն ու Աբիրոնը չգնահատեցին Աստծո գործը, որը Մովսեսի միջոցով եղել էր, մենք կարիք ունենք գնահատենք Աստծո օձյալներին, մենք կարիք ունենք քննենք մեր կյանքերը, մենք կարիք ունենք առաքյալին առաքյալի պես մոտեցում տանք, մենք կարիք ունենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին օգնի, որ լույսը գա մեր մտքի մեջ, մենք հասկանանք ինչու է դա այդպես, որովհետև Աստված ուզում է իրավիճակը դու ճիշտ գնահատես, իսկ ճիշտ գնահատելու համար քեզ հոգևոր լեցունություն է պետք, աճ է պետք, երբ որ դու գաղջ ես, թշնամին է սկսում աշխատել քո վրա, երբ որ դու սառն ես, անտարբերությունն է քո կյանքի մեջ, բայց երբ որ դու տաք ես, դու նայ դու աշխարհն ու իրավիճակը այլ կերպ ես հասկանում, դու նույնիսկ խնդիրն ես այլ կերպ հասկանում, որովհետև դու հոգևորապես ինչ ես, լցված ես, երբ որ մի խնդիր է լինում է քո կյանքի մեջ կամ իմանում ես, երբ որ հոգևորապես լցված ես, սկսում ես կանգնել ու աղոթել, չես հանձնվում, բայց երբ որ դու գաղջ ես, ասում ես լավ, դե թող ես մի հատ կար, երկրորդն էլ եղավ, կանցնենք կերտա, բայց իրականում Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ Քրիստոսը եկավ, որպեսզի մենք մեղքից ազատ լինենք, ոչ թե մենք մեզ թվացնենք ազատ, այլ երբ որ մենք մեղքին ասում ենք մեղք, մենք մեղքի դիմաց կանգնում ենք, Քրիստոսը եկավ, որպեսզի աշխարհի ամենամեծ պրոբլեմը, որը մեղքն է այս երկրի վրա, մեղքի հարցը լուծեր, ու Քրիստոսը լուծեց մեղքի հարցը, անուն, որ քանդեց մեղքը, խաչի վրա կատարած գործ, որ մինչև այսօր էլ խոսում է իմ և քո արտարության մասին, ոչ թե ինքներս մեզ արտարացնելով ասենք մենք արտար ենք, այլ մեր արտարությունը կողքի դնելով, շատ անգամներ, որ ինչքան անգամներ է, որ ասում ես, տեսար ես այս անգամ էլ էի ճիշտ, իսկ այն անգամներն էլ իրանք էին ճիշտ, բայց հբարդությունը ծածկել է, կուրացրել է մեզ, թույլ տանք, որ Սուրբ Հոգու ճշմարտությունը մեր կյանքի մեջ կա, և սա է այն խոնարհությունն ու օրհնությունը, որ մենք խաչից կարող ենք վերցնել, որ Հիսուս նոր անմեղ էր, եկավ խաչը բարձրացավ, որպեսզի մենք մեղքից ազատ լինենք, մեղքը ունի հետևանք, դատաստանի օրը, որից մենք այսօր հեչ մեկս չենք մտածում ու պատկերացնում, որ գալու է, մենք կանգնելու ենք այդ օրը, ինչ ենք ասելու, ես քեզ ասեմ, չունենք բառ ասելու, մենք պիտի գլուխներս կախենք, եթե Քրիստոսի արյունը չխոսա մեր արտարության մասին, եթե Քրիստոսի արյունը քո կյանքի մեջ չկա ու չի խոսում քո արտարության մասին, ես քեզ ասեմ, ամենալավագույն մարդկային հատկանիշը, որ երբևէ կարող է լինել, դա գլուխը կախել ու ամաչելն է, բայց տա Աստված, որ Քրիստոսի արյունը, խաչի կատարած գործը, մեզ շնորհք առատ ողորմություն բերի,
որ մենք կարողանանք այդ օրը կանգնել եւ Քրիստոսի արյան ծածկոց ընդունել մեր կյանքերի մեջ։ Եվ ամեն տեսակի վիճակներ, բնավորություն, գործողություն, արարք, որոնք մեղք են ծնում, եւ Սուրբ Հոգին ներգործում է քո կյանքի մեջ, որ դու սխալ ես, ուղղակի մեր սրտերը չխստացնենք, մեր միտքը չկուրացնենք, ասելով թե ես ճիշտ եմ, թող հայն չենենք, չէ, եթե ապաշխարելու տեղ ունենք, եւ Աստված այդ շնորհը տվել է, որ մենք կարողանանք կանգնել իր առաջ ապաշխարությամբ, շնորհակալ լինենք եւ գոհանանք, որ առիթ ենք ունենում իր առաջ ծնգելու եւ ասելու Հիսուս, եկել եմ, որ քո արտարությունը ընդունեմ։ Եկեք կանգնենք ոտքի եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին ներգործի ամեն մեկիս կյանքի մեջ։